Սամվելի եղնիկներում սրովեց մարտական դիրք մռովի սար Արսենն էլ էդ ճանկաթաղ գյուղի 716 մարտական դիրքում այդ դիրքը ինքան վատ տեղ էր, որ ամեն անգամ նայելուց ասում էի ջան նրա մերը ու մերը խեցտե պոստ կպահի հենց թուրքերի վիժկի տակի պոստն էր միշտ ասում էի Խնդրում եմ մանրամասնեք ինչ է տեղի ունեցել։ Եռաբունուրում հողարկավորությունից հետո այնտեղ մի հատ հողարկավորված սպայի քար տեսել էին, այդ քարից էի ուզում տնեի, այդ սպայի կնոջ այդ կապի դուրս եկան, խոսացինք, հարցրեցի որտեղ եք սարքելով, ասարքել ու ինքը ասեց ես կբերեմ կծանոթացնեմ։ Բերեց ծանոթացրեց Արման անունով մեկի հետ Արմանի տղան էր մենք ես Արցախի Մատաղից գյուղից եմ իր տղան այդ Զորամասում ծառայում էր եկավ որոշեցինք քննարկեցինք հաշվեց հանեց գումարեց եւ այլն ստացվեց որ ընդհանուր երկու քարերը միասին տապանակարերով ընդհանուր պետքա կազմի $15000 ես համաձայնվեցի ասեց բայց պետքա սկզբից կանխավճարի նման, որովհետև 20 թվից ինչ որ շատ են խաբել այդ քար սարքողներին, հիմա առանց կանխավճար չեն անում։ Ասի դե հա։ Ու ոնց որ խոսում ենք, պայմանավորվում ենք, ես էլ նենց չի որ այդ գումարն ինձ եղել է, ուղղակի Սամոս նոր ավտո էր առել, գիտեի, որ այդ ավտոն պետք է վաճառեմ, հետո բարեկամներս են օգնել, եղբայրս մի քիչ քեռուս երեխեքը ու իրանց համար գումար էին տվել այդ գումարը։ Ավտոն էլ վաճառեցինք, հենց Սամոյիս ընկերը առավ։ Այդ գումարը ամբողջը ինքը եկավ երևի մեր խոսալուց 2 օր հետո ասեց քարը արդեն պատվիրել եմ պետքա $3000 կանխավճար տանք որ քարը բերեն ինչ որ ուրիշ երկրից են բերում բերեցինք $3000 հենց դոլարով տվեցի իրան դաժ ինքը չհաշվեց ես հաշվեցի ասի դու էլ հաշվի ասես չէ հո դու չես խաբելու այդ փողը վերցրեց գնաց հաջորդ օրը զանգեց բա ասել են, որ քիչ է, որ 2 քարա պետքա 6.5 տա։ Ասի դե ասել են արի տար։ Ասի բայց հիմա էլի դոլարով են ուզում, ասեց չէ, կարած դրամ, սարքի դրամ, 3.5-ը դառնում էր 1.400.000 դրամ։ Այդ հոկտեմբերի վերջերն էլ էր, հա, այդ վաղ դոլարը Այդ 3.5-ը 1.400.000 ես ու մաման գնացինք տաքսիով Հայ էկոնոմ բանկը դոլարը ռուսական սնց կարել դրամ սարքեցինք, բերեցինք, ինքը մարդ ուղարկեց տարան այդ փողը։ Տարան ու մինչև 23 թվի դեկտեմբերի վերջը ես իրան տվեցի $10,800 փող, սենց այդքան տվեցինք բայց պետք է տայի 12,000, 3,000-ն էլ քարերը կանգնացնելուց հետո։ Ու ընթացքում ես հարցրում էի, ես ընդհանրապես իրանց հարցերը միշտ ես եմ լուծել, փոքրուց մենք միասին մենակ ենք մեծացել, միշտ ես սովոր եմ, որ ամեն ինչից տեղյակ լինեմ իրանց հետ կապված։ Անընդհատ ասում էի, արի գնանք տեսնենք ինչ է անում, կարող է իմ սրտով չի, ես մի քիչ բնավորությամբ վատ բնավորություն ունեմ, կարող է չհավանեմ հետո։ Ամեն աստծոր մի բան խաբում էր։ Էսա կգամ, էսա հասցեն կտամ դու կգնաս, ավտոս փչացավ, դե լավ տաքսի կկանչենք, տաքսիով կգնանք մի խոսքով։ Այնքան միջև 24 թվի հունիս, օգոստ, սեպտեմբեր Ինչ եմ խոսում, մայիս ամիսները, մայիսին
զանգեց էլի փող ուզեց հունիսին 625,000 փող ուզեց, որ բանա տանում եմ այդ առած տապանակարը, սև տապանակարը ստանում եմ ֆրեզայի։ Սելասի ցավը տանեմ, հո ես բան չեմ, որ մի անգամից այդքանը, ես ոնց կարամ ես այդքան փող տամ, էլի, ես այդքան փող չունեմ։ Դա պարտադիր է, պետք է արի, ասում դե իմ հետ խորհրդակցեիր, հետո ես հիմա մի խոսքով, բայց գտա այդ փողը, $500 տվեցի, հետո 300,000 տվեցի, հետո 90,000 տվեցի, այդ ընթացքում էլ այդ ինքն ինձ ասել էր երաբրում, որ այդ բազալտը գետինը որ շարում են, ասել էր շատ անվորակ է իրանցը բան, կարանք լավը առնենք, ընտիրը առնենք, ես էլ իրան ասեցի, դու գիտես, որ իմ երեխեքին ինչը պետք է, լավ պետք է լինի, հա, հենա բանը 180,000 փող տվեցի, ինքը այդ բազալտը առավ, իբր առավ, չգիտեմ առավ, թե չառավ, թե ինչ արեց, մի խոսքով տարան անդեղ այդ բազալտը շարեցին, մի օր զանգեց ասեց, այդ բազալտի վրա պետք է ես իմ ինչ արվեր, հետո ինչ արվեր, չեմ հասկանում էլի ես դրանք, բա ինձ 50,000 փող փոխանցի, քարտ եմ ուղարկում 50,000 փող փոխանցի, ուստեն գնում է աշխատելու, ես Երևանում չեմ, իմ տեղն էլ այնտեղ է, որ բանկոմատ չկա։ Ես որ գամ այդ 50,000-ը տալու եմ քեզ, օրը ուրբաթ էր, շաբաթ ուստեն չկա, կիրակի ուստեն չկա, երկուշաբթի ինքը չկա, զանգել եմ, ասում եմ, ոչ ուստան կա, ոչ դու կաս, վերջը օրի հետ ենք գցում, բան չի մնացել, հա, ասեց, գիտես, ես վաղն եմ գալու եմ այդ հարցերը լուծեմ, ինչ որ է, ինքը վաղը գալիս է, այդ 50,000-ը տալիս է ինձ, ասում բա ուր է այդ մարդը, որ պետք է աշխատի, ասում է ինքը իրան կախել է։ Այ մարդը ասում եմ, ինչ է կախել, դրան ինչ եղավ, խի է կախել, բա չգիտեմ առավոտվանից ոստիկանությունում եմ, այդ մարդը իրան կախել է։ Մի քանի օրվանից անցնում է, ինքը WhatsApp-ով զանգում է, մեր երեխեքից մոտ մի հոգի, ասենց վեդրոյի մեջ բան է խառնում, ու ինքը ցույց է տալիս, այդ մարդու դեմքը չեմ տեսնում, հետևից է ցույց տալիս, բայց տես որ աշխատում են հանգիստ տեղի, բայց դու ստեղ չգաս մի քանի օր, չգաս ես մարդուն չխանգարես, թող բարձնի հետո կգաս։ Ասի լավ։ Դա չորեքշաբթի օր էր, լավ հիշում եմ։ Չորեքշաբթի չգնացի, հինգշաբթի չգնացի, ուրբաթ կեսօրից հետո զանգեցի իրան, ասի չպրծավ, չեմ դիմանում էլի գնամ, բայց չէ մի գնա հենա ստեղ եմ, ես իմ ձեռով այդ նյութը սարքել եմ, որ պինդելնի սրանց վստահել չկա, վերջը։ Հել մի հատ էլ եկավ մեր հետ նստեց ստեղ, կոֆե խմեց դուրսը, ասի Արման, բա քարերը, աղբերս է Ռուսաստանից եկել էր, ասի, քանի Անդրանիկն էլ եկել է, էլի, քեզ նեղություն չտանք քո ավտոյով, մեր ավտոյով գնանք, բա դերասանություն արեց, աղբորս ասեց, աղբեր չի ուզում հասկանա, որ ես ամենաանտիրն եմ անելու, ամբողջ օրը քարերը, մաման էլ ասեց, հա բա չիմանա ինչ են սարքում, չտնանք ինչ են սարքում, չէ, կանգնացնելուց հետո, ասի, չեմ կարա, կանգնացնելուց հետո եթե թերություն եղավ, պետք է պոկել դամ, ինչքանով սիրուն կլինի, որ քարը դնենք, մեկ է քարը նորից պոկենք, մինչև այդ դնելը չտնամ ինչ են սարքում, կտանեմ, ինքը գնաց, ու ինձ ասեց, բայց չգնաց երաբլորե մարդը դեռ չի պրծել, վայ ոնց որ սիրտս զգար, որ ինքը գնաց ասի Անդրանիկ, արի գնանք, չենք մտնի, հեռվից կնայենք, էլի, գոնե գնամ մի հատ, քանի 3 օր չեմ գնում, հելանք գնա, այս մաման ասեց, ես էլ եմ գալիս, գնացինք տեսանք, ոնց թողել էի չորեքշաբթի օրը, նույն վիճակում, ոչ մի գործ արած չէր, ոչ մի մարդ չկար, բացարձակ ոչ մի բան, զանգել եմ իրան, արդեն սենց վատացել եմ, ներվային եմ դարել, մի թողա բռնել, ասում ինձ էլ է էլի երևի խաբել, ասում բայց դու իրան մոտից ինձ զանգեցիր, դու իրան ցույց տվեցիր, ոնց է քեզ խաբել, ասի ուրեմն էլ չխառնվես, դու ինձ քարերի տեղը հենց հիմա ասա ու վсё, դու էլ մի խառնվի, հետո մի հատ ձայնային ուղարկում, որ ես քարերի իմ գործը ոչ մեկի չեմ տալիս, իմ կիսած արած գործը, ես քարերի տեղը չեմ ասելու,
Հենա Վրաստանից մարդ է գալիս այդ քարերը, առնի քարերը ծախում եմ, փողդ բերեմ տամ քեզ, ես քեզանից բրծնեմ, դու ինձանից բրծի, դու գիտես ոնց ուզում ես գնա երեխեքիդ քարերը կանգնացրու։ Ասի բարի, դու բեր փողոց դու ինձ այսօր չէ, այս երկու օրը, ասի այս երկու օրը բեր դու ինձ, ես կիմանամ, կարամ կանգնացնեմ, կարամ вообще չեմ կանգնացնի։ Այդ ընթացքը, որ ես հեռախոսով երրաբլուրից տենց խոսում եմ, վատանում եմ այնտեղ բան, այդտեղ այդ երրաբլուրի տենդեր շահած պրարաբներից կային, գալիս են ինչ ա եղել բան, ասում եմ ոչ մի բան, մարդիկ ինձ մի երկու անգամ մոտիկացել էին, հենց իրանք ասել էին հաստատ կանգնացնելու է, հաստատ պետք չի, մենք ասել եմ, չէ, ինքը անելու է։ Ու ինձ պարտադրել է, որ անպայման կգնաս, դու այնտեղ կգրես, որ հրաժարվում եմ ձեր քարերից։ Ինձ էլ զանգեցին երրաբլուրից, ասեցին կամ եկեք գրեք, որ մենք սարքենք, կամ չգիտեմ, էլի արդեն ժամանակն է թղթաբանությունը, ասի գալիս եմ գրեմ, որ չեմ ուզում դուք սարքեք։ Վերջը տենց, էլ հետո այդ տղան իշխանը զանգեց այդ ընդհանուր պրարաբին, այդ պրարաբի մենտ խոսած, ասեց դու հանգստած գնա տուն, վաղը կգաս, կգամ, կխոսանք։ Աստված պահի իրանք եկան, խոսացինք, ասեց մենք կօգնենք։ Իրանք քարերը անվճար, հա, քարերը իրանք են արել, բանի ՊՆ-ի այդ փոխհատուցումը որ անում են։ Իսկ մնացածը այդ սև տապանակարը բանը դրանք ամբողջը ես եմ արել, բայց ինձ օգնեցին էլի երկրորդ քարերը իմը կանգնացրեցին, այդ տղան ինձ խոստացավ, ասեց մենք կանենք։ Դրանից հետո 1000 մարդ խառնեցինք, զանգեցինք, ոչ մեկ չկարեցավ այդ փողը վեր, ամեն օր խաբեց, հեսա 10 օրից, 15 օրից, 20 օրից, մի անգամ էլ ասեց սեպտեմբերի 20-ին վատացած, ինքը գիտի որտեղ իմ երեխեքի տարին է, ինչ օր ասել կբերեմ, այդ օրն էլ չբերեց, այտենց մինչև որ ես տվի դատի էլի արդեն։ Ես գիտեմ, որ 72 ժամից նրան ազատ են արձակել, ինչպես է տեղի ունեցել։ Ես այդպես հարցերից տեղյակ չեմ, ինձ ասեցին, որ 72 ժամ կալանավորել են, հետո բաց են թողել, մեղադրանք են առաջադրել ու բաց են թողել։ Ու այդքան։ Փաստաբանը ինչ համեկնաբանում, ինչ է ասում։ Ձեր փաստաբանը։ Իմ առաջվա փաստաբանը ինքը ասեց, որ նորմալ կն։ Այսինքն Արմանը կապվել է իմ փաստաբանի հետ, այս վերջերս, ասենց ավելի ճիշտ ասեմ, ասել է պարտավորագիր գրեմ, մինչև դեկտեմբեր մաս ես այդ գումարը տամ։ Ես համաձայնվեցի, հետո գնացի փաստաբանիս մոտ, ասեցի, բա որ չտա այդ ժամանակ ինչ կարամ ես անեմ, ասեց այդ ժամանակ կարաս մենակ իրա պարտավորագիրը տանես դատարան, դատարանը տալիս է հարկադիր ծառայություն, հարկադիրը իրա վրա կալանք է դնում, ինքը երբևէ որ պետականորեն ինչ որտեղ աշխատի, սկսեն, ասի ինքը ինչի աշխատելու։ Ինքը կարելի ասած բոմժ է, իմ նմանների հաշվին ապրող մարդ է։ Ոնց կարա ինքը աշխատի, ինքը չի աշխատի, իր անունով ոչինչ չկա։ Ասեցի չէ, չեմ ուզում, եթե ասեց թե դեպքում կարա հնարավոր լինի ինքը այդ գումարը չտա, հա, ասենց մի բան, ինքը հրաժարվել էր, որ ինքը այդ գումարը վերցրել էր, սկզբից ասել էր 6.5 եմ վերցրել, քանի որ իմ ծնողները աղբերը ստեղ են եղել 6.5-ի վաղտը, ինքը չէր կարա հերքել, մնացածը չեմ վերցրել, ասեց ինձ զրպարտում է, ու ասեց բանա, իմ անձի նկատմամբ ինքը ուրիշ նպատակներ է ունեցել, տեսել է չի ստացվում, սկսել է ինձ շառանել։ Հետո ես ասեցի, որ հենց կոնկրետ դրա վրով էլ ես բողոք կգրեմ, թող մի հատ ապացուցի իր անձի հանդեպ ես ինչ նպատակ եմ ունեցել։ Հետո ինքը ասել է, հա հիշել եմ, ինչ որ 1.300.000 քանի հազար եմ վերցրել, բայց դրանից աշխատանքներ եմ կատարել, բայց դրանից ինքը ոչ մի աշխատանք չի կատարել։ Այնտեղ բազարդը շարել է երրաբլուրի աշխատողը, ինքը իրանց ասելով ինքը 90.000 փող տվել, այդ 90.000-ը ես փոխանցել եմ իր աղջկա քարտի վրա։ Հետո քարերի դիմացի նկարներն ինքը սարքել տվել, ու այդ գումարը երևի նկարծարքողը իմացել է իրան, ասել է դու մի վերցրու, թող փողը փոխանցի մեր քարտին։
ինձ քարտա տվել, ես փոխանցել եմ իրանց քարտին։ Մեկի այդ նկարները բերելա տուն, ինքը ուրիշ ոչ մի բան այնտեղ չի արել։ Հետո որ իմ փաստաբանի հետ է խոսացել, ասել է, որ ես վիզ առնեմ այդքանը, պարտավորագիր գրեմ։ Ինքը այդ վաղ չի ասել, որ ես 6.5-ի համար եմ պարտավորագիր գրում, ինքն ասել է 4 միլիոն 800 քանի հազար էր այդ ընթացքը կազմում։ Հա։ Հետո ես չհամաձայնվեցի, որովհետև իրան լավ ճանաչելով, ինքը սրանից վերցնում է նրան է տալիս, նրանից նրան, հետո ես հարցրեցի, որ եթե կինը տունը կնոջ անունով լինի, տղուն ավտո ունի, ասի դա չէ, դա չգիտեմ ինչ բաներ բացատրեցին, մի խոսքով ես հրաժարվեցի իր առաջարկից, այդ պարտավորագիրից, ասի թող դատարանը որոշի, եթե մեղավոր է, թող պատժվի, եթե մեղավոր չի, թող ազատ արձակի, եթե այսքանից հետո պետք է ասեն մեղավոր չի։ Հետո ես դիմեցի մեր մարդու իրավունքի պաշտպանին, Ստեփանյան Գեղամին, այստեղ իմ փաստաբանը ինձ պաշտպանելու համար ընդ բավականին գումարի հարց ա եղել մուծելու, ոչ թե փաստաբանին, այլ պետականորեն ինչ-որ, ես չունեի այդ գումարը, ես դիմեցի իրանց հարցի օգնեն ինչ-որ հարցով, իրանք խոսում են Ռոման Երիցյանի հետ, ես գնում եմ Ռոման Երիցյանի մոտ, ու ինքը ինձ ասում է, որ ես այդ գործը անելու եմ։ Դե սպասում ենք, ամսի 27-ին առաջին դատալսումը պետք է լինի, տեսնենք։ Բայց այժմ մեղադրյալը ազատության մեջ է, այո, արդեն քանի ամիս է, դեկտեմբերին է եղել ոնց որ, չեմ հիշում, 3 օրից հետո իրան ազատ են արձակել, հա։ Տիկինալը այժմ Երևանում դուք վարձով եք մնում։ Այո։ Ինչպես եք տեղավորվել, աշխատում եք, չեք աշխատում։ Չեմ աշխատում, ես ամբողջ կյանքում զինվորական եմ եղել, ես ուրիշ աշխատանք չգիտեմ։ Այստեղ փորձեցի նորից անցնել ծառայության, ոնց ասեմ, վերքերս թարմեր այդ համազգեստը տեսակ չէի կարում հագնեի, ասեցի մի տարի չհագնեմ, չհամաձայնվեցին, չմտա ծառայության։ Ապրում եմ Վարձով, մենք որ եկել էինք 23 թվին, շատ ահավոր վիճակում, Գևորգյան Արամ բլոգեր կա մի հատ, Աստված պահի իրեն, իրանք ես տունը գտան, իրանք երկու ամիս վճարել են, մենք ես եկել եմ ստեղ, այդ վաղտվանից ես տանն եմ մնում, ու ես եմ Վարձով եմ մնում, երեխեքի թոշակով, իրանց թոշակը Վարձը սենց։ Կարողանում եք ձեր հոգսերը հոգալ։ Որ ասեմ, կարողանում եմ մի կերպ էլի, մի կերպ, ես իրանց գումարը, իրանց իմ տան վարձն է, իմ կոմունալներն է ու իրանց ծաղիկի փողը։ Դուք հիմա ինչի կարիք ունեք։ Անկեղծ ասած, ես կուզենայի մի հատ տունուն, եթե հնարավոր լիներ, որ վարձ չտայի, կամ վարձով օգնեին, սենց զուտ տան հետ կապված է իմ խնդիրը, մնացածը, որ սոված ըննեմ, ինձ հետաքրքիր չի դա, այնքան որ ես իրանց գումարը տան վարձ եմ տալիս, դա ոնց որ իրանք զոհվել են, որ ես դե վարձով, չգիտեմ, մի ուրիշ ձև